Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ, շատ է պատահում, որ տնկան հոդերը ցավում են եւ այդ ցավերից ձերբազատվելու համար վերցնում եք 1 թեյի բաժակ սև բողկի հյութ, եթե վերցնեք 1 կիլոգրամ բողկը աղակ, կստացվի 1 թեյի բաժակ բողկի հյութ։ Խառնում եք կես թեյի բաժակ օղի, մի ճաշի գթալ մեղր եւ 1 թեյի գթալ աղ։ Այս բոլորը խառնելով լցնում եք շշի մեջ եւ պահում եք մութ տեղում, այսպես ասած, 2 շաբաթ, 2 շաբաթից հետո այդ լուծույթով կարող եք կատարել հոդի մերսումներ։ Օրը 1-2 անգամ կարող եք կատարել մերսելուց հետո հոդերը, ցավերը ինքնըստինքյան նահանջում են։ Դեմքի կորյակների եւ բշտիկների համար, հատկապես կանանց մոտ, կարող եք վերցնել մանկական օճառ մի կտոր, լավ քերում եք, լցնում եք կես բաժակ եղեգման մեջ, վրան ավելացնում եք 25 մլ սալիցիլային սպիրտ եւ 25 մլ անուշադրի սպիրտ։ Լավ խառնում եք, ավելացնում եք 1 թեյի գթալ աղ եւ 1 թեյի գթալ բորաթթվի փոշի։ Լցնում եք ապակյա շշի մեջ, լավ խառնում եք եւ կարող եք շաբաթը մի քանի անգամ դնել դիմակ դեմքին, պահում եք 20 րոպե եւ մաքրում եք։ Այդ դեմքի վրայի կորյակները եւ բշտիկները անհայտանում են։ Առողջություն եմ ցանկանում ձեզ, կատարեք սրանք փորձված միջոցներ են եւ ցավերի համար եւ կորյակների համար։ Եթե կունենաք հարցեր, կարող եք տալ գրել ձեր կոմենտները, բուժման եւ տեղեկատվության համար գալիս եք, դիմում եք Պուշկինի 38։ Հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, ինչի համար, որտեղ մենք արդեն մոտենում ենք մեր հետևորդները 50,000-ին, խնդրում եմ օգնեք, որպեսզի հասնենք 50,000-ին։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։